Պատասխանեցի ձեր հարցը։ Վերջերս մամուլը գրել էր, որ Չի համապատասխանում իրականում։ չի համապատասխանում։ Չեք եղել նշված ռեստորաններ, Նշված ռեստորանը ո՞րն է։ որտեղ որ գնացել եք։ Իսկ ինչ էր նշված։ Հապում մելեք է դուրս եք եկել ընդել։ Հիմա այդ ձեր ամբողջ հարցի մեջից ո՞ր հատվածներ կոնկրետ։ Եղել է նման բան։ Ինչ։ Գնացել եք հապ, խմել եք թե չէ։ Ես բնականաբար երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ, ինչ վերաբերվում է միջադեպ լինելուն, չի համապատասխանում իրական, չի համապատասխանում։ Չի համապատասխանում իրական։ Պատասխանեցի ձեր հարցը։ Ձեր գիտական մասնագիտացած ասացիք, ստացվում խաբել եք կառավարությանը, Կարեն Կարապետյանի կառավարությանը, որ խոսացել եք գնալ գիտական աշխատանքով զբաղվել, որ ազատեք բանակից։ Ոչ ստացվում է, որ ես սկզբում ընդունվել եմ ասպիրանտուրա, սկսել եմ այդ աշխատանքներ իրականացնել, հետագայում աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով չեմ հասցրել ավարտել այդ աշխատանքները։ Ինչի նկատի ունի։ Ինչի նկատի ունի։ Պաստոց ես իշխանության ներկայացուցիչներից մեկը այդ նախնիների չագերտավոր բարիքից օգտվել է ու հիմա դրա համար գոնե պատասխանատվություն չի կրում։ Ցավոք սրտի չեն շարունակել, բայց ցավոք սրտի արդյոք իրավական կամ քաղաքական դինամիկա։ Եթե որևէ օրինակ խախտում եք տեսել իմ գործողություններում, առաջարկում եմ դիմել համապատասխան կառույցներին։ Արտաքին գործերի նախարարության աշխատանքների հետ կապված հարցեր կան։ Այս թեմայով կարծում սպառեցինք այս թեման։ Այս թեմայով այլ մեկնաբանություններ չունեմ։ Եթե կան այլ հարցեր, համեցեք։ Այսօր Բրյուսելում տեղի ունենալու Global Gateway համաշխարհային դարպասներ երկրորդ ֆորումը, որը գիտեք Եվրոպական միության լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է հանդիսանում, որը պետք է կապի Եվրոպական միությունը տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում մեր տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ եւ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ, նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի այլ գործընկերների հետ եւ այլ երկկողմ հանդիպումներ տեղի կունենան։ Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահը այս միջոցառմանը չի մասնակցում, ինչ վերաբերվում է ձեր կողմից նշված երկրորդ հարցին եւ այդ միջանցքի տերմինի կիրառությանը, կարծում եմ վարչապետի խոսնակը օրեր առաջ 3, եթե չեմ սխալվում, հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ, դրան ավելացնելու բան չունեմ այս բանը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ այս ուղղությամբ եւ վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել եւ հետագայում նաեւ ռատիֆիկացնել այս փաստաթուղթը։ Ադրբեջանը ստացավ ամենի Հայաստանը ստացավ ոչինչ, որ Պաշտոնյանը ստացավ մեկար Թրամփի հետ։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ եւ կայուն տարածաշրջան կառուցելու եւ սկսել է այդ գործընթացը եւ մենք նաեւ ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում, երբ որ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանե։
երաշտի ստացել եք այլևս, որ այս խաղաղության գործընթացը ավարտին կազմի եւ այլևս որևէ մշակել հեչևոսում արձակուրդի։ Մենք հույս ունենք եւ վստահություն ունենք, որ գործընթացը կգնա դրական ուղով եւ այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո դրական ենք գնահատում։ Այսինքն իսկ բացի ուսումնալու երաշխիք կա, ինչ-որ ձևով այլևս գոնե բանավոր ասել են, որ ոստանում չփախնի։ Պատասխանեցի ձեր հարցին։ Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին դրա մասին, որ մենք մտնում ենք կայուն եւ խաղաղ ժամանակաշրջան։ Այն որ Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին բարբերված, չնայած որ այստեղից հակառակն են նրան հուշում, որ Զանգեզուրի միջանցքի Ալեքսասում։ Դա խոսում է դրա մասին, որ այդքան էլ երաշխավորված չէ խաղաղ։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ, այդ թվում կոմունիկացիոն պրոյեկտ չկա եւ չի կարող լինել, թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց ասում են։ Պատասխանեցի ձեր հարցին։ Մենք այս ուղղությամբ եւ բոլոր խրթին հարցերի վերաբերյալ մշտապես հնարավորության դեպքում ունենում ենք քննարկումներ մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ուղիղ ադրբեջանցի գործընկերների հետ նույնպես։